2025 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն ստացողների թոփ հնգյակում են նաև Հայաստանի քաղաքացիները։ Սա ինքնին սովորական վիճակագրություն չէ, սա մեր ներսում աճող վախի, անվստահության եւ անորոշության չափումն է։ Մարդը երբեք անձնագիրը հենց այնպես չի որոշում փոխել։ Մարդը փնտրում է ելք, իսկ եթե պատերազմ լինի, իսկ եթե տնտեսությունը փակուղի մտնի, իսկ եթե վաղն ավելի անկանխատեսելի դառնա, բայց հենց այստեղ է մեծ հակասությունը։ Մենք փորձում ենք ապահովագրվել մի պետության անձնագրով, որը հենց այսօր եղերական պատերազմ է վարում իր հավատակից, իր ազգակից ժողովրդի դեմ, ըստ էության փակվելով ամբողջ աշխարհի առաջ։ Այսինքն ապահովագրությունը վերածվում է նոր ռիսկի եւ նոր կախվածության։ Եվ սրա ամենավտանգավորը ոչ թե բուն, իրական, ֆիզիկական արտագաղթն է միայն, այլ մտքի արտագաղթը, երբ հայկական քաղաքացիությունը սկսում է ընկալվել որպես երկրորդական, իսկ բուն Հայաստանը որպես ժամանակավոր կանգառ։ Հենց այդ պահին պետությունը կորցնում է իր ներսի ողնաշարը, վստահությունը, մասնակցությունը, պատասխանատվությունը։ Լուծումը վստահություն կառուցող պետությունն է, անվտանգ սահմանը, անկախ դատարանը, արդար խաղի կանոնները, արժանապատիվ աշխատանքը, բարձր աշխատավարձը, կանխատեսելի ապագան, որ մարդը չփախչի, այլ մնա ու կառուցի, որովհետև քաղաքացիությունը սովորական թուղթ չէ, քաղաքացիությունը մեր ինքնության վկայականն է ու մեր պետության վերջի, ամենավերջին պաշտպանությունը։